Սա ջրի բաժան։ Վաղվա ճամփորդության ենք պատրաստվում, ինչպես պարոն Վիգենն ասեց, պատառները պատրաստենք, որ ճանապարհին քաղցած չմնանք։ Բանը շաքարները դնել։ Հիմա էսա հարմար բան կտամ։ Այս սամեջ դնել։ Դա փոքր է, հա։ Դնել։ Թալպատարական մի անգամից դնում, ամենը մեկ տեղ դնում, դրա համար։ Ուրեմն մի անգամի օգտագործման սփռոց հիմա կկտրեմ ձեզ համար, այսպես բացվում է։ Թուղթա տակը պլաստմասա։ Հա, անջրանցիկ։ Այո, անջրանցիկ։ Ինչ սիրուն բառ է։ Ամի։ Այս հիմա կկտրեմ մի երկու մաս, հա։ Որ բան կօգտվեք, երբ որ պետք չունեցաք, արդեն կթալ եք։ Կթալեն։ Հա, Գեղարքունիքի մարզում են ասում կթալեն։ ու դեն կնետեք, այսպես ինքը բավական մեծ է ստացվում, այսինքն էս բացվում ալերի, այս Անչափ շնորհակալ եմ։ Այնքան մանրակրկիտ եք ամեն ինչ նախապատրաստում։ Մեր 4 ժամյա ճամփորդության համար 4 ժամյա չի, 8 ժամյա։ 4 ժամ գնալ, 4 ժամ վերադառնալ։ Այս վերադարձի համար եմ գնալ։ Սա անջրանցիկը լավ։ Ինչ պատրաստա։ Ունի։ Դի։ Էսի թեյն է, այս շաքարավազը։ Կտոր շաքար պետք է։ Չէ, նորմալ։ Այս էլ պարոն Վիգեն մեր համար կոտրեց։ Հա, ընկույս։ Տղաները քաղցած չմնան անկար։ Որը կար։ Ստեղ։ Ահա, այ։ Դի։ Որը Անձեռոցիկ։ Պատառները։ պատառները ես էլ եմ ուզում կանցել։ Եկեք միասին։ Կարող եք ճամփին շոկոլադ առնել կամ տես մի բան։ Բայց Ունենաք ձեզ հետ։ կարիքը կլինի։ Արմավը հա։ Արմավն էլ կա, մենք հալվայլ դրեցիք։ Նետեն անձև։ Հալվայլ ունենք։ Անձևոցիկը։ Մոռացել եմ, որ մենք հյուրանոցում ենք ու լիքը շոկոլադ ունենք։ Ինչ շոկոլադ։ Շատ համով են սա։ Ասես գրանցում։ Այո։ Այս ոչինչ, հանկարծ մարդը սիրտ ու քաշվում է։ Եղավ։ Դուք դիտում եք։ Լավ է, հերիք է, Արուս ջան։ Դեռ մի բան էլ ավ է։ Եղավ։ Որտեվ ես սուրճի հետ ոչ չեմ։ Ինքը Արվին գուցե սուրճի հետ ինչ-որ բան վերցնի։ Գնանք քնենք հանգստանանք, վաղը շատ վաղ 6:30-ին դուրս ենք գալիս։ Գնալու ենք Պերսեպոլիս։ Ստողեցինք էլ քնեիք։ Մեզ բարի ճանապարհ։ Շոր ժամանակ ես բայց գուցե շուտ ուշ։ Տեսենք ճանապարհը։ Նշանն է, հիմա անունը կասեմ, պասկերով պետք է ասեմ։ Այս արծվի պես, հա, Այս թևերով։ արծվի պես։ Իսի սայդի եւս Այս մարտնոր սխսնս դրված է, այդ քուրոշ թակավորն է։ Իր ձերը մատանիկա, մատել այդ աղոթելու, ասենց Համրի։ հա, այդպես որ աղոթելու նման է, այսինքն ասում բան է անում։ Ու այդ իր կողի այդ կլորակն էլ իր գոտին է, այսինքն քարմանը նշանակում, որ մարդ ինչ անի, ինչ վատանիկա միշտ անի, այդ քարման իրան հետ է դառնալու, այդ քարմայի մասին է։ Կարմա, հա։ Հա, քերդան գոֆտարենիկ, այսինքն ասելն ու մարդու վարքերն ու բանը ամենը լավ ձևով լինի, այդ երեք հատ բանն է նշանակում։ Ասելն ու վարքն ու իր այսպես հա մտքերը, այդպես։ Հիմա սա Պարսկաստանի ամենահզոր արքաներից մեկի Կիրոս II մեծի գերեզմանն է։ Պատմություն կա, որ Կիրոսը ոչնչացվել է նաև հայերի ձեռքով ինքը։ Իրեն ոչնչացրել են հայերը։ Նաև Քարտուն է։
Գյուրոս մեծը այնքան դաժան է եղել, որ ոչնչացրել է մի քանի տարբեր ժողովուրդների, պետություններ, ընդհանրապես Աքեմենյան Պարսկաստանը եղել է շատ նվաճողական կայսրություն եւ շատ ազգերի ողբերգությունների պատճառ է դարձել հենց Գյուրոսն ինքը։ Եվ նաեւ Արյուն Արբու թագավոր է եղել։ Այսօր որ Իրանում շատ հիմա բավական մեծ, այսպես ժողովրդի մոտ մեծ սեր է վայելում Գյուրոսը, որ տեսնում ենք, որ ամենտեղ Գյուրոսի այդ դուք էլ տեսակ խորհրդանիշը այդ թևերով արձանը, դա ժողովրդի համար ուղղակի ոնց որ իրենց անցյալի հին փառքը, աշխարհակալ կայսրությունը։ Հիմա սա իր գերեզմանն է։ Ու գրված է գոֆտարենիկ, փենդարենիկ, քերդարենիկ, այսինքն քո ասածը, քո վարքերն ու քո մտածելակերպը պիտի ամենից լավ է լինի, ամենաճիշտ ձև է լինի։ Ու այս դրա երեքա թևի վրա, այս թևի վրա գոֆտարենիկն է գրված, որ ասերն է, այս փենդարենիկն է իր վերևը, այս էլ քերդարենիկը ու վարքերը։ Ու այս կողի բանն այն ժամանակ էլ բանի մեջ ֆիլմի մեջ վերցրակ, այս իր գոտին, ինձ այդ կարմային կապ ուներ։ Հա, կարմանա։ Հա, կարմանա, որ մարդ ինչ անի, հետ կգա իրան։ Այնքան Աքեմենյան իշխանության խորհրդանիշն է։ Խորհրդանիշն է, այո։ Այս տարածքը կոչվում է Նախշե Ռոստամ, սրանք նախշ պարսկերենից թարգմանաբար ոնց որ քանդակ, հա։ Այն մեկը, որը շատ վատ է պահպանվել, դա Քրիստոսից առաջ մոտավորապես 1000-ական թվականների քանդակ է, հայտնի պարսկական հերոս Ռոստամի պատվին, իսկ մյուսները պարսկական հենց Աքեմենյան թագավորության 4 խոշոր արքաների Դարե առաջինի, Քսերքսեսի, Արտաքսերքսեսի եւ Դարե երկրորդի դամբարաններն են։ Սրանք այլ կերպ կոչվում են պարսկական խաչեր, եթե ուշադրություն դարձնեք, խաչի նման է այդ դամբարանը։ Յուրաքանչյուր դամբարանում ժայռի մեջ թաղված են Աքեմենյան Իրանի կամ Աքեմենյան Պարսկաստանի այդ խոշոր թագավորները։ Այս տարածքը, որտեղ մենք գտնվում ենք, ինքը հենց հուն պարսից հողն է, այսինքն էթնիկ պարսիկների հայրենիքն է եւ իրական Պարսկաստանը հենց այստեղից է ծագել։ Այստեղ նախաիրանական, նախապարսկական նախահայրենիքը Էլամն է, որից էլ հետագայում արդեն ծնունդ են առել սկզբում Աքեմենյանները, որ քիչ առաջ Գյուրոս մեծի դամբարանի մոտ էինք, հետո նաև այս մյուս թագավորները շատ դաժան արքաներ են եղել, շատ ստիպացնող են եղել, շատ ժողովուրդների են ոչնչացրել, դրա համար հարևան պետությունները, հարևան ժողովուրդները չեն սիրում այս թագավորներին։ Բայց իրենք շատ են սիրում։ Բայց պարսիկները, հենց էթնիկ պարսիկները շատ են սիրում, որովհետև պարսկական հզորության խորհրդանիշն է։ Իրենք շահել են դրանից։ Այո, իրենք շահել են։ Բայց կարևոր է նաև մի ուրիշ հանգամանք, որ մեզ համար, հայերիս համար կարևոր է մի ուրիշ հանգամանք, այստեղ պարսիկները սիրում են իրենց թագավորներին, այս թագավորներին, որոնք դաժան են եղել, արյուն արբու են եղել օտարների, հարևանների նկատմամբ, որպեսզի մեծացնեն իրենց թագավորությունները, բայց մեր թվարկությունից առաջ, Քրիստոսից առաջ առաջին դարում մեր Տիգրան մեծ արքայից արքան գրավել է ամբողջ Պարսկաստանը, այդ թվում այս տարածքը, այս հողը, որի վրա մենք կանգնած ենք, նաև այս պարսկական խաչերի տարածքը ամբողջությամբ Տիգրան մեծը գրավել է եւ այս տարածքը եղել է ենթարկեցրել է մեծ Հայաստանին։ Գնում ենք դեպի մեքենա, որ շարունակենք ու գնում ենք ուր։ Հիմա գնում ենք Պերսեպոլիս արդեն, Պերսեպոլիսը այս այսպես ասենք պատմական երանգյունի գլխավոր
վայրն է։ Սկզբում մենք Կյուրոս մեծի դամբարանում էինք, հետո եկանք այստեղ էս Նախշերոստամ եւ ամբողջանումը դա էս ամբողջ պատմական դրվագը ամբողջանում է Պերսեպոլիսում։ Այստեղից մոտ 10 կիլոմետր հեռավորության վրա է։ Աշկական տեղ, հայկական կոֆե ենք խմում։ Պերսեպոլիս, Պարսից քաղաք, հա։ Պարսից քաղաք։ Պարսիկների քաղաք։ Այս ճանապարհին բարբերաբար կանգնել թեյել սրճելը հայկական, այստեղի հայերի ավանդույթն է թե պարսիկների, որովհետև ամենտեղ տեսանք նախորդ գալուց էլ մեր տաքսու վարորդը բարբերաբար ընդմիջում էր ու իր կնոջ պատրաստած կարկանդակները հյուրասիրում թեյի սուրճի հետ։ Անես ձեզ։ Շնորհակալություն։ Այս ավանդույթը նրանից է, որ ձեր ճանապարհները շատ իրարից հեռու են ու իրոք կարիքը կա ընթացքում ընդմիջելու։ Են Persepolis-ն է ու դրա արցան սյուններն որ տեղա ու իր ամեն պալատն որ տեղեր էլի, այս մենք գետնի վրանից որ կայնած ենք 14 մետր իր վրևոտ են սարքել։ Այսինքն գետնի մակարդակից 14 մետր բարձրությամբ, որ ճշնամին ավել ուշոտ կարողանա հասնել իրան ու ինքը շատ ստենց ճարտարապետական ձևով է սարքվել, որ անձրև ու բանոր գալիս է, ջուր կարողանա ինքը դատարկի որ հանկարծ բան չլինի։ Ջրհեղեղներ չկատարվի։ Հա, այս եւ անվտանգության տեսանկյունից նաեւ։ Շատակ որ հուշաթերթիկները ձետ արցաններից են ժամանակ ընդեղ տեսանք։ Այս բաները ծախում Փարսե քաղաքից։ Հուշաթերթիկներ տեղանքի մասին մանրամասներով։ Մեզ ուղեկցողները քաջատեղեք են, մենք դրա կարիքը չունենք։ Մակեդոնացին է վառել էս քաղաքը։ Ինքը ասավ ես կոչինչացնեմ, բայց չկարողացավ այդպես որ դե անել։ Եթե չեր արի, հիմա կարող եմ ասեմ աշխարհում ցած կալած չէր, սարքվի ու կամ Հիմա մենք քաղաքի մուտքի մոտ ենք։ Persepolis-ի մեծ պալատի մուտքը։ Այստեղ է, հիմա ցույց կտամ հայերեն գրված կա։ Հայերն են։ Ինչա գրված։ Ինչ որ անուններ։ Ցավոք սրտի։ Տղաները Այն միայն սրանց երկու արխիվների շատ մեծ սյունը Փարիսի Լուվրում է գտնվում, այնտեղ պահպանված։ Ինչ տարբերակով են հասել Եկել են այնտեղ։ ստեղ գողացել են տարել։ Ու հիմա ավելի ապահով։ Այո, ապահով տեղ է, ստեղից են լավ ապահով է։ Ընդհանրապես այս քաղաքը Պերսեպոլիսը հիմնադրվել է Քրիստոսից առաջ 515 թվականին եւ եղել է էթնիկ պարսիկների Աքեմենյան Պարսկաստանի հզորագույն մայրաքաղաքը, բայց Քրիստոսից առաջ 331 թվականին, երբ որ Ալեքսանդր Մակեդոնացին Գավգամելայի ճակատամարտում հաղթեց պարսիկներին, գրավեց ամբողջ Պարսկաստանը ու ինչպես ասացի, չկարողացավ Հայաստանը գրավել, բայց Ալեքսանդր Մակեդոնացին 330 թվականին Քրիստոսից առաջ այրեց այս հսկա շքեղ քաղաքը, որովհետև դա ինքը հայտարարեց, որ դա վրեժ էր, որովհետև դրանից ուղիղ 140 տարի առաջ պարսիկները այրել էին Մակեդոնիայի կամ Հունաստանի մայրաքաղաք Աթենքը եւ Մակեդոնացին վրեժ էր լուծում պարսիկներից, ասում էր դուք այրեցիք մեր մայրաքաղաքը, ես կայրեմ ձեր մայրաքաղաքը։
Դրանից հետո Պերսեպոլիսը դադարեց ապրել։ ու վերածվեց ավերակների։ Այո։ Գնանք ծեր սիուներն ու այդ ստեպի գնում ենք հիմա բանն ենք Ափադանա պալատը, Ափադանա, Իրանուն Ափադանա, որ Պերսեպոլիսում էր գտնվում։ Ամենամի հատ աշխարհի ամենամեծ պալատներից եղել էլ, որ կարող սարքել էին, որ ամեն երկրներից, ամեն տեղերից թագավորներ գալիս էին, ասես բան չի տեսել այս մեծությամբ ու գնանք այնտեղ իր սիուների մեծությունը ցույց կտան, որ գցեք բանիներ։ Այստեղ տենց որ գրված է 100 սիուն պալատնա, աննում է քախե սացոթու, որ 100-ատ սիուններից, այս սիունները առաջ շատ մեծանել էլ ասեն ջարջրթել է ինքը ու ամենա երկրորդ մեծ պալատնա Պերսեպոլիսի կամ Թախտի Ջամշիդի։ Մի հատ էլ ինչպես էր կոչվում։ Քախե սացոթուն 100 սիուն, այսինքն 100-ատ սիունա ունեց։ Իսկ Պերսեպոլիսը պարսկերենով Նոմա պարսկական քաղաք, այսինքն Պարսկաստանի ամենամեծ քաղաքը Պերսեպոլիս։ Այս սիուններն արդեն սկանդարտ, այս 100-ատ սիուններից 100 կա։ Հատուկ կարգնոցներ կարող տնեիք, իր իսկական բանը տեսնեիք, պալատի մեծությունը ժամանակ որ չասված չէ։ Բավոք մուտքի մոտ հնարավոր չեղավ վերցնել ակնոցները, որպեսզի վիրտուալ տարբերակով ինչպես նշվեց, կարողանանք տեսնել իրական տեսքը ինչպես որ եղել է։ Գանձեր, Պերսեպոլիսի գանձեր։ Գանձարանը։ Ալեքսանդր Մակեդոնացին թալանել է այս գանձարանը։ Վայ Ալեքսանդր։ Պերսեպոլիսի թանգարանն է։ Հայտնաբերված ու պահպանված իրերով։ Ժամանակավոր փակ է։ Ժամանակավոր փակ։ Ասենք շատ դեպի Մատ ինստանցիայից դիմացից նայեք կարող եք իր մեծությունը հասկանալ, կարող եք աչքերից նայեք, որ ինչ է ելել։ Այս ամենամեծ պալատն է, արդեն ներսում ենք։ Այո, ներսում ենք այս ասիջանարով գնացի վրա, կհասնենք պալատին, որ ստեղ լրիվ էր ոչնչացրել։ Հայտնի պատմում չէ, ստրուկ ժողովուրդների։ Այս պատը ներկայացնում է իբրև թե Աքեմենյան Պարսկաստանի կողմից ստրկացված ժողովուրդներին, ովքեր բերում են եւ Պարսից թագավորներին մեծ նվերներ են տալիս, տեսնում են խո եւ այլն եւ այլն։ Այո։ Այս ինքնուրույն տենց որ ներքևի մարդիկ որ երբեք նվերներ տան, Հունաստանից են, հունական մարդիկ։ Միշտ էլ այդ ժամանակներում թագավորները սովորություն են ունեցել բոլորին, այսպես իբրև թե բոլորը իրենց են ենթակա, իրենք աստված են եւ այլն։ Իրենց մեծության թվացial, չգիտեմ, հույները նրանք այդպես նկարագրվում է, բայց դա չի նշանակում, որ բոլոր ժողովուրդները իրենց հնազանդվել են։ Դա ընդհանրապես այսպես մեծամտություն է ժամանակի թագավորների։ հին ժամանակների տեղեկատվական պատերազմ, ով ավելի շքեղ կներկայացնի։ Ուզում եմ այդ բան ցույց տամ, այս պալատի Ներողություն, սա արդեն մյուս կողմից, մենք գալիս նկարել ենք ու արդեն։ այս պալատի բաները, սյունները չկան ու իր դուրերի տեղը մեկի մուտքի նման, շատ ափսոս որ լրիվ ոչնչացրել է, բայց դե մի բան որ մնացել է, այդ դուրի երկաթե ծխնիների տեղն է, արգմիատ նայեք տեսեք որքան մեծ է, ինքը Էլես իր ծխնի տեղը ցույց է տալի, որ ինչ դուրեր է ունեցել այստեղ, որ կապվել է ու բացվել է, այս իր ծխնի մեծությունն է, այո։ Սա բանի մեջ բանը է, այդ երկաթներից էլ դուրեր կապվել է ու բացվել է։ Դա ծխնի չէ, հավանաբար այլ անուն ունի։ Այդ ավելի շատ երևի առանցք դրան համար, որի վրա երևույթը հենց որպես այդպիսին առանցք, որի վրա արդեն դուրն է ամրացվել ու շարժական, որպեսզի կարողանա շարժվել։ Թեն չափսից կարելի է պատկերացնել։
Այստեղ շատ մեծ հսկա պալատ է, բուսականությամբ լի, այստեղ մի 3 հոգի կանգնած է։ Սյուները, իսկ ինչ սյուներ տեսար, ինչ գույնի։ Սյուներ կա, ծև սյուներ են։ Սև սյուներ։ Ու հետաքրքիր մի բան, երբ առանց ակնոցի ենք դիտարկում, ամբողջը երևում է, քանի որ բաց են, իսկ ակնոցով արդեն հնարավոր է միայն այն տարածքը դիտարկել, որտեղ գտնվում ես, քանի որ ակնոցը վերադարձնում է բոլոր պատերը, այսինքն դու շինության ներսում ես գտնվում։ Բնականաբար ակնոցով դիտարկելու համար պետք է սրահ առ սրահ առանձին մտնել ու առանձին ուսումնասիրել։ Չես կարող ուղղակի հեռվից կանգնել ու նայել։ Միայն առջևումդ մեծ պատեր ու պարիսպներ կտեսնես։ Բայց արծիվ չեն։ Այստեղ հիմա գեղեցիկ բարձր պատ եմ տեսնում, շատ գեղեցիկ բակում եմ գտնվում։ Այստեղ նաև երևի պալատականներ են, պատերից գեղեցիկ գորգանման, ինչ-որ ուղեգորգի նման, ինչ-որ գեղեցիկ, կարելի ասել նաև երևի դրոշներ են կախված, շատ շքեղ է։ Հատակն էլ ամբողջությամբ սալապատ։ Մենք սյուների խոյակները նմանեցրել էինք սկզբում արծիվների, հիմա արդեն հատուկ ակնոցով նայելով հասկացանք, որ այնտեղ ցուլի խորհրդանիշն է, այսինքն էլի իրենց ուժի, իրենց իշխանության խորհրդանիշը։ Խոյը ավելի շատ բնորոշ է հայկական մշակույթին որպես խորհրդանիշ։ Արծիվը նույնպես շատ հաճախ, իսկ այստեղ փաստորեն ցուլ է։ Մենք ավարտեցինք, տաքսին մեզ է սպասում, վերադառնում ենք Սպահան։